Աստանայում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ մեկնաբանություններն ու վերլուծությունները շարունակվում են, թե ինչ տվեց այն Հայաստանին առայժմ դժվար է ասել։ Շատերի համար ամենակարևորն այն է, որ հրապարակված փաստաթղթում բացառվում է ուժի կիրառումը։ Խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։ Ղարաբաղյան կոնֆլիկտը հարկավոր է լուծել վերը նշվածը հաշվի առնելով, եւ չնայած հնգակողմ հայտարարությանը, այնուամենայնիվ օրինակ ընդդիմությունը գտնում է, որ թեև խնդրի խաղաղ կարգավորման մասին հիշատակում կա, բայց շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Շփման գծում լարվածությունը սրող միջադեպերը Եվրամիության համար անընդունելի են, այս մասին հայտարարվել է Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստի ժամանակ։ Եվ չնայած այս ամենին, Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում չեն դադարում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Ձեռնարկելով հանդերձ նման գործողություններ, հարևան Ադրբեջանի ստորագրությունը դրեց Աստանայի հնգակողմ հայտարարության տակ։ Կարծիքները Աստանայի զարգացումների վերաբերյալ միմյանցից զգալի տարբերվում են։ Ինչպիսին է պատմաբանների տեսակետը։ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, կարևորելով հանդերձ Աստանայում տեղի ունեցածը, շեշտում է, որ հրապարակված համատեղ հայտարարությունը հայկական կողմի համար ձեռնտու է, որովհետև ամրագրում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով։ Հավատացեք, որ այսօրվա ստեղծված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռնտու է գրեթե բոլոր շրջակա պետություններին, թող տարօրինակ չթվա, եթե ես ասեմ նույնիսկ Թուրքիային։ Հզոր Ադրբեջան նույն Թուրքիան նույնիսկ չի ուզի տեսնել։ Հույդա ներկայացուցիչ պատմաբան Լևոն Մկրտչյանի կարծիքով այսօր տարածքների զիջման մասին խոսելն ավելորդ է, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը ինտենսիվորեն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պիտի լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Արցախը չի կարող իր գոյությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս կարգավիճակով, այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջագծում։ Սա կարևորագույն հիմնադրույթ էր եւ շատ կարևոր էր նաեւ, որ ի վերջո մենք քարոզչական այս նոր պատերազմում, որ արդեն տարիներ շարունակ մղվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, կարողացանք մի քանի ուղղություններով հակահարվածներ ներկայացնել։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կարծրկեցվածքը ստիպեց նաեւ Հայաստանին կոշտ հայտարարությամբ հանդես գալ, շեշտեց Պատմության ինստիտուտի տնօրենը։ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարեց, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ վերսկսվեն, ապա հայկական կողմը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե։ Խնդիրը շատ հստակ դրվեց, որ սա մեզ համար կենսական խնդիր է, որ Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի թաղում ի վնաս հայության եւ նոր ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Պապկեն Հարությունյանի կարծիքով մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ընթացող զարգացումները։ Երկրի իշխանությունները պիտի ցուցաբերեն առավելագույն զգուշություն եւ խելամիտ որոշումներ պիտի կայացնեն, որոնք կբխեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի շահերից։ Իհարկե Ադրբեջանը մենք կարծում ուզում է, որպեսզի տարածքային ամբողջականության հիմքի վրա լուծվի հարցը։ Բայց քանի որ արդեն դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիրը, բնականաբար մինչև այս հանգամանքը չգործի, մյուսի գործելու մասին ավելորդ է խոսելը։ Անհրաժեշտ է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զարգացնելու ուղղությամբ։ Միայն այդ պարագայում կկարողանանք հասնել խնդրի արտարացի կարգավորմանը, ասում է Պապկեն Հարությունյանը։ Աշոտ Մելքոնյանն էլ հավելում է, հարկավոր է նաև հասարակության մեջ գերիշխող հուսահատական տրամադրություններին վերջ տալ։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է 1988 թվականի փետրվարի 20-ին եւ այն ստատուս քվոն այսօր որ գոյություն ունի աշխարհի համար ընդունելի է։ Այլ բան է, որ Ադրբեջանը, որը որ ցույց տվեց, որ նավթային ռեսուրսներով կարող է ապրել առանց Լեռնային Ղարաբաղի, մեզ համար ուղիղ հակառակն է, որ Լեռնային Ղարաբաղի կորուստը մեզ համար ենթադրում է Զանգեզուրի կորուստ եւ Հայաստանի Հանրապետության կորուստ։ Այսինքն դա մեզ համար կենսական խնդիր է, այնպես որ մենք զիջելու որևէ խնդիր չունենք։ Արմենի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս, Երևան։ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղը կմնա առանց դպրոցի։ Այս մասին Վարդաքարի բնակիչները իմացել են վերջերս, երբ հին դպրոցական շենքի ապամոնտաժումից հետո նրանց կառավարական մակարդակով տեղեկացրել են, որ դպրոց գյուղում չի կառուցվի։ Չնայած որ այդ նպատակով պետբյուջեից 200 միլիոն դրամի չափով ֆինանսական հատկացումներ այս տարի արվել էր։ Ինչն է պատճառը, որ համայնքը դպրոց չի ունենալու, ով է դա որոշել եւ այդ պարագայում ուր են գնալու մեր երեխաները։
Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով էլ անցած շաբաթ Վարդաքարի բնակիչները Շիրակի մարզպետարան էին ներկայացել։ Նրանց ընդունել է փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ու հիմնավորել է կառավարության որոշումը։ Այլ մանրամասներ կներկայացնի Հերմինե Մկրտչյանը։ Վարդաքար գյուղը ընդգրկված էր դպրոցաշինական ծրագրում։ Համայնքում դպրոցական շենք կառուցելու նպատակով պետական բյուջեից 200 միլիոն դրամի հատկացում էր արվել։ Ըստ գյուղացիների ու գյուղապետի ապամոնտաժվել էր Վարդաքարի հին դպրոցական շենքը ու հենց այդ տարածքում էլ 2011-ին կառուցվելու էր նոր շենքը։ Գյուղացիները համաձայնել էին նաև, որ իրենց երեխաները ժամանակավորապես հաճախեն ու սովորեն գյուղապետարանի շենքում հատկացված անհարմարավետ պայմաններում, մինչև որ սկսվի ու ավարտվի դպրոցական շենքի կառուցումը։ Սակայն տեղեկացել են, որ Վարդաքարը դպրոցաշինության ծրագրում էլ չկա եւ որ համայնքում դպրոց չի կառուցվելու։ Սա ավելի քան զայրացրել էր գյուղացիներին։ Ոտքի էր կանգնել ողջ համայնքի բնակչությունը, երեխաներին արգելել էին գնալ դպրոց, իսկ իրենք եկել էին իրենց դժգոհությունը մարզային կառույցին ներկայացնելու։ Գյուղապետարանի շենքում են, այլ հնարավորություն չկա, ջերուցում չկա, ուրիշ պայմաններ չի ստեղծվում։ Հիմի նաղդի երեխաները դպրոց չեն գնում։ Թափարում են դպրոց գյուղի մեջտեղը։ Հիմի դպրոցի երեխեքը հիմի ժամանակավոր գյուղապետարանն են։ Հիմի մենք այդ հույսով թողին գյուղապետարանի երթային երեխեքը։ Քանի օրսին դպրոցը պետք է սարքեն, բայց որ հիմի դպրոցը չեն սարքել գյուղապետարանը, ես երեխեքին ոչ մեկ գյուղի բնակիչը երեխեքին չի թողնի դպրոց աճախել։ Հələ թող մեկներ ասե թե աստեղը պետք է մե լավ բանն բանան, կազինո պետք է բանան, մե բարը պետք է բանան։ Դες ինչ նախադու հարցերը կպարզվի, բայց գյուղի դպրոցը կործանում են, գյուղը չեն վերակառուցել։ Հիմա դպրոցը փակ է, այս վիճակով փակ է, երեխաները դասի չեն գնացել։ Չենք էլ ուղարկե, մինչև Վարդաքարում չկառուցվի դպրոց։ 250 տնտեսություն ունեցող համայնքը դպրոց չունի, ինչ է նշանակում սա, չէ որ մենք ապրում ենք 21-րդ դարում, նշում էին վրդովված գյուղացիները։ Մեզ ասում են, որ մեր երեխաները սովորելու են նոր կյանքի միջնակարգ դպրոցում, ինչը անհավանական է։ Երեխաները մի քանի կիլոմետր պիտի կտրեն անցնեն, որ դպրոց հասնեն, ու բացի այդ ապամոնտաժել են գյուղի հին դպրոցական շենքը, եւ ուրեմն թող վերականգնեն այն, պահանջում էին հավաքված գյուղացիները։ Մենք սրանից 300 տարի առաջ դպրոց ենք ունեցել, իսկ հիմի 21-րդ դարում դպրոց չունենք, մեր երեխաները անգրագետ պետք է մնան։ Անգրագետ երեխան ինչի է նման, անթև թրջուն։ Հետագայում ինչ պետք է երեխաների վիճակը։ Վարդաքար դպրոցը շատ սիրով, շատ հաճելի կերտային, ուսուցիչները շատ հաճելի պարապում էին։ Այդպես այդ փոքր գյուղի մեջ այդպես երեխա չկար կրթությունը լիովեն չշարունակե։ Հիմա նոր 250 տնտեսության երեխեն գյուղի բնակիչներ երեխեքը մնացել են ան դպրոց հաճախելու։ Ճամպեն էլ գեղից հանին, ջուրն էլ դիճը սարքել մեր հողի մեջ ջուր չտվեցին։ Դպրոց ունենք էլ հանեցին, ոչ կուլտուրայի տուն, ոչ դպրոց, ոչ գյուղապետարան, ոչ մի բան, ոչ մանկապարտեզ։ Չէ, չեն էլ գնա, մինչև ստակ պատասխան չստացվի։ Ասել եմ, որ բյուջեից հանել եմ, վերջ, չկա։ Դե գումարը նստեցրել են 200 միլիոն դրամ է, որ դպրոցը կառուցեն, հիմա չկա այդ գումարը։ Այսինքն մենք չգիտենք ինչ եղավ, ինչ չեղավ, մենք կուրսի չենք, մենք ժողովուրդ ենք, որը գուզենք մեր դպրոցը։ Դուրս բացեմ մենք հարգատու ենք, բոլորս է հարգերը վեճարում են, թող կանց դուք մեր գյուղապետարան, մեր յուրաքանչյուր ժողովուրդ պատրաստ եք էլ հարկսկան բանից հետո մուծելու։ Դուք ասում եք, որ լուսավոր ապագան մենք կապում ենք երեխաների հետ, այդ երեխաներից մեկը մենք ենք։ Եթե դուք այսօրվա օրը դուք մեզ չեք կարողանում բավարարել դպրոցով, նույնիսկ դպրոցով, շեշտում եմ, նույնիսկ դպրոցով, երկուս մյուս օր դուք կնաք մեզի, որևէ մի հարցում մեզ օգնեք։ Իսկ այս ընթացքում գյուղի 4 բնակիչների ու գյուղապետի մասնակցությամբ հարցը քննարկվում էր փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի աշխատասենյակում։ Ինչն է պատճառը, որ դպրոցի կառուցման գործընթացը կասեցվել է։ Միթե Վարդաքարը մնալու է առանց դպրոցի եւ ի վերջո ինչին է նպատակաուղված այս ամենը։ Հարցրին վարդաքարցիները փոխմարզպետին։ Սեյրան Պետրոսյանն էլ պատասխանեց, նոր կյանքում կառուցվում է ժամանակակից ու հզոր մի դպրոց, ուր կարող է սովորել 360 աշակերտ։ Այնինչ նոր կյանքի ու Վարդաքարի աշակերտների ընդհանուր թիվը դեռ 100-ով էլ պիտի ավելանա, որ հայգեցվածության ու աշակերտների թվաքանակի հարցը լուծվի։ Ավելի կարճ ասած, այդ դպրոցը 2 գյուղի համար է կառուցվում, հավելեց փոխմարզպետը։ Չէ, տնտեսական խնդիրն հետևյալն է, տնտեսական հիմնավորում կա։ Եթե 2 գյուղում, նորից եմ կրկնում, ներեցեք, գուցե ավելորդ անգամ է, 2 գյուղում միաժամանակ սովորող 2 դպրոցում սովորող աշակերտների թիվը ավելի քան
պակաս է, քան այսօր դպրոց կառուցված դպրոցի աշակերտաթվերով տարածքը կամ դասասենյակների քանակը կամ դա է տնտեսական հիմնավորումը։ Այստեղ ուրիշ խնդիր փնտրել չի կարելի։ Ընդհանրապես սա է խնդիրը, որ երկու գյուղի համար կառուցում է գեր ժամանակակից հագեցվածությամբ մեկ դպրոց 360 աշակերտատեղով։ Նոր կյանքի դպրոցը կառուցվում էր, երբ ապամոնտաժեցին Վարդաքարինը։ Միթե այդ փաստը Հայաստանի կառավարությունն ու Շիրակի մարզպետարանը հաշվի չէին առել։ Հարցնում են գյուղացիները փոխմարզպետին ասելով, որ ավելի անկեղծանա ու նշի, թե արդյոք ֆինանսական խնդիրներ չկան, կամ գուցե այս ամենը տանում է դեպի համայնքների խոշորացման։ Կա համայնքային միավորումների ստեղծման օրենքի նախագիծ, որ ապագայում պետք է ստեղծվի համայնքային միավորումներ, որովհետեւ տեղական բյուջեն ավելի հզոր լինի եւ այս տեղական խնդիրները լուծվի տեղական բյուջեների միջոցների հաշվին։ Փոխմարզպետը գյուղացիներին ավելի կոնկրետ կպատասխանի 3 օրից, սակայն Սեյրան Պետրոսյանը կանխավ նշեց, թե դրական պատասխանի հավանականությունը շատ քիչ է, իսկ Վարդաքարի բնակիչները որոշել են 3 օրից Երևան են գնալու։ Հերմինե Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։